Պարոն Խուկյան, բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք տաղավարես եթերին։ Ես գիտեմ, որ դուք այս ընթացքում հաճախ լինում եք սահմանամերձ գյուղերում, հատվածներում եւ նաեւ մենք զուգահեռ լսում ենք, որ օրինակ արդեն այսօր Մովսես գյուղից հայտնում են տեղաբնակները, որ կրակոցներ կան, սա ինչի ցուցիչ է, սրան զուգահեռ Ալիևի վերջին հայտարարությունները եւ սրան զուգահեռ Ալբանիայի Նիկոլ Փաշինյանի հետ կեցվածքը, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ձեր տված առաջին հարցը Մովսես գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցների առումով, գիտեք, դա ընդհանրապես թշնամին կարելի ասել ամենօրյա ռեժիմով կրակում է Հայաստանի Հանրապետության պայմանական սահմանի հայկական գյուղերի ուղղությամբ, եւ դա նորություն չի, այդ թվում նաեւ Մովսես գյուղի բնակիչների համար, Մովսես, Բերքաբեր, Պառավաքար, այսինքն ինչպես Իջևանի շրջանի, Նոյեմբերյանի շրջանի, այնպես էլ Բերդի շրջանի բնակիչները, հատկապես առաջնագծին մոտ բնակվող բնակիչները միշտ էլ տեսնում են թշնամու այդ սադրանքները։ Եթե դուք գնաք օրինակ Բերքաբեր գյուղ, դուք կտեսնեք շատ-շատերի տների տանիքները ծակծկած, եւ դրանք այս 90-ականներից մինչեւ այսօր պարբերաբար շարունակվում են, դրանք նորություն չեն։ Նույնը Մովսես գյուղում, նույնը Ներքին Կարմիր Աղբյուր եւ բոլոր տեղերում, այն բոլոր վայրերում, որոնք դիտարկելի են թշնամու կողմից։ Նույնը նաեւ 2020 թվականից հետո Սյունիքի մարզի ուղղությամբ, նույնը հենց 2 օր առաջ ես Գեղարքունիքի մարզի Վարդենիս, այսինքն 3 հենց Վարդենիսի տարածաշրջանում էի, Կուտ, Կուտական եւ այլն մյուս շատ բնակավայրերում կարելի ասել մոտավորապես ամենօրյա ռեժիմով թշնամին կրակում է։ Բայց կրակելու եւ հարձակվելու մեջ տարբերություն կա։ Հարձակվելը այն դեպքում է, երբ թշնամին ռազմական գործողություն է սկսում հակառակորդի նկատմամբ, տվյալ դեպքում իր համար հակառակորդ, այսինքն մեր զորքի նկատմամբ եւ փորձում է թիրախավորել մեր զորքին հրետանիով, դիպուկահարներով, ԱԹՍ-ներով եւ այլն եւ միաժամանակ փորձում է թիրախավորել մեր բնակավայրերը եւ կրակել բնակավայրերի վրա։ Դա հարձակումն է, իսկ կրակել որպես այդպիսին, տեսեք, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտարարություն է տարածում մոտավորապես այսպիսի բովանդակությամբ, որ Ադրբեջանը կրակում է, բայց չի կրակում Հայաստանի Հանրապետության տարածքի վրա եւ շատ դեպքերում այնքան փնթի են այդ հայտարարությունը տարածում, որ մարդիկ լավ չեն հասկանում, թե դա ինչ է նշանակում, ինքն իր վրա հո չի կրակում, եթե կա սահմանին կրակոցներ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության տարածքի վրա չեն, ապա Ադրբեջանն ինքն իր վրա է կրակում, ոչ։ Ադրբեջանը հիմնականում ադրբեջանցի զինվորականները կրակում են հիմնականում օդ են կրակում, որոշ դեպքերում կրակում են սահմանամերձ գյուղերի, տների տանիքների վրա։ Շատ ակնհայտ է, որ թշնամու առաջապահ զորքերը հրահանգ ունեն իրենց գլխավոր շտաբից, իշխանություններից, որ պետք է մշտապես փորձեն վախի, սարսափի, լարվածության մեջ պահել սահմանամերձ բնակավայրերի հայ բնակչությանը։ Դրա նպատակն էլ այն է, որպեսզի մարդիկ վախենան եւ թողնեն հեռանան այդ բնակավայրերից։ Սա է թշնամու միակ նպատակը այս պահին։ Դա է պատճառը, որ ամբողջ առաջնագծի երկայնքով, սկսած նոյեմբերյանից ավարտած Ագարակի մոտակա Շվանիձոր հատվածով Ադրբեջանը նույն Ներքին Հանդի ուղղությամբ տարբեր հերթականությամբ կրակում է, այնպես չէ, որ եթե օրինակ հիմա Մովսես գյուղից են ահազանգում, դա չի նշանակում, որ միայն Մովսես գյուղի ուղղությամբ են կրակում։ Կրկնում եմ, Կուտականի ուղղությամբ են կրակում, Վարդենիսի, Կութի, նույն Ջերմուկի ուղղությամբ են, Ջերմուկի մեր դիրքերի ուղղությամբ են կրակում։ Ուղղակի Ջերմուկի մասին չի խոսում, որովհետև թշնամին Ջերմուկի գյուղերը որպես այդպիսին ուղիղ սահմանին մոտ գյուղեր չկան, մի քիչ հետ ընկած են, դրա համար Ջերմուկի ուղղությամբ այդպես առանձնապես շատ չի կրակում, բայց Ջերմուկում էլ կրակում են մեր դիրքերի ուղղությամբ։ Եթե դուք մի քիչ ավելի շատ հետաքրքրվեք, դուք կտեսնեք, որ թշնամին կրակում է նաև Սև լճի մոտ տեղակայված մեր զորքերի ուղղությամբ, Սև լճի ներքևում, այսինքն մինչև Խնածախ, մինչև
Արավուս գյուղերի հատվածում մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում է, բայց կրկնում եմ, ոչ թե թիրախավորվում են մեր բնակիչները, որպեսզի մարդկանց սպանեն, Աստված մի արածցե, այլ կոնկրետ փորձում են վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծել։ Դա էլ եմ հասկանում, ինչու են անում, որովհետև թշնամուն հաջողվել է վախի եւ այսպես մեր ժողովրդական լեզվով ասած ծռան վերգոյի այսպես պատկերացում ստեղծել Հայաստանի իշխանության մեջ, այսպես եւ փորձում են նույնը ժողովրդի մեջ ստեղծել, բայց ի տարբերություն իշխանության Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը ծռան վերգո չի, Սասունցի Դավիթ էպոսից վստահաբար լավ եք հիշում, սա ես եթերային էթիկան չեմ խախտում, եւ մեր ժողովուրդը առաջնագծի մոտ բնակվող սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցները սովոր են թշնամու այդ սադրանքներին, ու ասեմ ավելին, եթե վերևից թույլ տրվի, որպեսզի մեր զորքը պատասխան գործողությունների դիմի, ոչ միայն զորքը, այլև հենց տեղի բնակիչները կգնան եւ համապատասխան, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, բայց ադրբեջանցիների այդ կրակոցը հենց վարունգի գործողությամբ կօգտագործեն։ Քանի որ վախից խոսեցիք եւ առիթ ունեցել եք ձեր էջում անդրադառնալու, Աննա Հակոբյանը այս օրերին վիրավորում է իրեն քննադատողներին, ոչիլ էշ դեբիլ, հիմար, տգետ, համբար իր ամուսնու խոսքով, այս ամենը ինչի դրսևորում է եւ նեխած են բոլորս, դրա համար էլ ինքը այս կրթվել նորաձև է արշավը նախաձեռնել։ Ով է նեխած։ Բոլորին է ասում ինքը, նեղատու իրենց քննադատողներին, ավելի երեք էլ գրառում էր, առ ինչ ասի վախից խոսեցիք, վախկոտներ եք, մի վախեցեք ասում է, ինձանից մի վախեցեք, վախենում եք պատերազմից, վախենում եք խաղաղությունից, ահա այսպիսի գրառում է նաև արել։ Բա ես ինչ անեմ։ Չէ, ձեր կարծիքը իր այս մեկնաբանության էլի, դուք ասացիք իրենք են վախկոտները ստեղծում, այս իշխանության ներկայացուցիչները, ոչ հայ ժողովուրդը։ Դե տեսեք, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության մասին, ով է Աննա Հակոբյանը։ Դե ով է, որ վերաբանում է բոլորին։ Նիկոլի ամուսինն է, կինն է, չգիտեմ, հետո։ Ինչու է այսպես հրապարակայիններն այլևս որոշել վիրավորել իրեն քննադատողներին։ Տեսեք, բայց ախր գիտեք, նորից նույն հին երգն ենք երգում։ Ով է Աննա Հակոբյանը, ով է Աննա Հակոբյանը, որ մենք Աննա Հակոբյանին այդքան արժևորենք եւ սկսենք։ Ես մի անգամ եմ անդրադարձել այդ իգական սեռի ներկայացուցչին, երևի, որովհետեւ ինձ շատ հարազատ մարդու էր վիրավորել, Տաթևիկ Վիրաբյանին, ում եղբայրը մասնակցել է պատերազմին 20 թվականի, հերոսաբար զոհվել է, Տաթևիկն էլ ապրել է Արցախում, չլինելով արցախցի գնացել, ապրել է Արցախում, ինչև այդ պայքարել է Արցախի համար, հիմա էլ է պայքարում Արցախի համար, նկատեցի, որ մեր Տաթևիկին վիրավորել էր եւ ընդամենը արձագանքել են, բայց ով է Աննա Հակոբյանը, որ Աննային պետք է արձագանքել, մի հատ էլ չասեմ մեկնաբանել, թե Աննան այս ասաց, Աննան այս։ Գիտեք, ասում եք ախր Ուրեմն այդ կարող եմ այսպես ձևակերպել, հարցում եք ով է Աննա Հակոբյանը, ես էլ պատասխանում եմ, Աննա Հակոբյանն այն կինն է, որը վիրավորել է ձեր կողմից շատ հարված, պատերազմում եղբայր կորցրած, տուն ու տեղ կորցրած Տաթևիկ Վիրաբյանին եւ շատ-շատերին այլ։ Դե այդ նույն հաջողությամբ պետքա սկսել քննարկել, թե օրինակ Ղռերի անո, չգիտեմ, բանում Շիրակի մարզում ինչ որ կիսախելագար մի կին կար, հիշում եք, որ այսպես Ախուրյանցի, դե բոլորին սկսեք քննարկել, ով են դրանք, ասենք մի հատ էլ քննարկենք, թե ինչ ասած։ Տեսեք, դուք իդեպ ասում են ոնց որ ձեր լրատվամիջոցն է, չէ՞, ինքը անընդհատ այսպես արձագանքում, մեկնաբանում, հա։ Ենթադրաբար հիմա նաև ինձ էլ է նայում եւ այսպես եղունգները կրծելով ինչ որ բաներ խոսում։ Գիտեք, ես հոգեկան անառողջ մարդկանց մեկնաբանել, քննարկել, վերլուծելը համարում եմ սխալ բան։ Հիմա ասենք այդ նույնն է, որ գժի վրա ծիծաղես, որ նա գիժ է, բայց
Այդ մարդը այդքան կարող է։ Եթե մարդը օրինակ ոչիլների միջավայրում է, եթե մարդը արժեքային որոշակի համակարգ ունի ցածր, դու դնես այդ մարդուց սպասես, որ ինքը պիտի բարձր արժեքային համակարգ ունենա, որ մարդը, ասենք, դուք երևի լսել եք, չէ՞, թրիքի միջի ճանճերի անեկդոտը։ Ահա, բա դու թրիքի միջի ճանճից կարող ես սպասել, որ մեղր տա։ Չի տա մեղր, թրիքի միջի ճանճ է, կանաչ ճանճեր, զզվելի ճանճեր կան։ Հիմա չեմ ուզում համեմատել, մարդ է ի վերջո սա, բայց սպասում եք, որ Աննա Հակոբյանը այսինչ բան է ասաց։ Հա լավ ասաց, հետո։ Ասաց։ Ես չեմ ասում ինձ հարմար է, հարգելի Մարիամ, ես ասում եմ, որ ամեն այսպես կիսագրագետ, ամեն հասկանում եմ վարչապետի ոչ պաշտոնական կինն է, բայց հետո, այսինքն ինչ է դա փոխում, մարդը երկրում որևէ պաշտոն չունի, մարդը երկրում որևէ որոշում չի կայացնում, մարդը ես պաշտոնական հայտարարություններն եմ ասում, մարդը երկրում որևէ, հասկանում եմ, վաղը չեմ իսօրը, որ Հայաստանում իշխանություն փոխվեց, մենք կապահովենք, որպեսի Նիկոլի կողքին նույն խցում նաև կինը նստի, որպեսի այն մարդը մենակ չմնա, բայց օրենքի շրջանակում իհարկե, բայց նստել այսօր, գիտեք, հաճախ դուք երևի լսել եք, չէ՞, սատանայի մասին հայտնի պատմություն, ասում են, սատանա չէր լինի, եթե մարդիկ չլինեին, եթե մարդիկ այդքան չխոսեին սատանայի մասին, սատանան այդքան վախենալու չէր լինի, սատանային են սարքում մարդիկ, երբ որ անընդհատ խոսում են սատանայի մասին, հիմա հավատացեք, այս կինը խնդիր ունի, որ իր մասին խոսեն, իրեն քննարկեն, իր մասին անընդհատ, տեսեք, վերջին շրջանում շատ խոսվեց ընդդիմության գործողությունների մասին, չէ, ընդդիմության վարկանիշը, ընդդիմության որոշակի հատվածի վարկանիշը բավական բարձրանում է։ Ես օրինակ կարող եմ մատնանշել, ասենք Հայաստան Դաշինքի կամ ավելի անհատականացված Ռոբերտ Քոչարյանի Հայ հեղափոխական դաշնակցության վարկանիշը բավական բարձրանում է։ Քննարկվում է Սերժ Սարգսյանի հայտարարությունները, Քոչարյանի հայտարարությունները, ընդդիմադիր այլ ուժեր եւս հայտ են ներկայացնում պայքարի եւ այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը իր ավազակախմբի հետ կարծես մղվում է երկրորդ պլան։ Բայց ինչ պիտի անի Աննա Հակոբյանը, եթե ոչ Սասունցի Դավիթը կարդացել եք, չէ՞։ Հիշում եք, երբ որ Սասունցի Դավիթը, երբ որ գնում էր Մսրա Մելիքի գլուխը կտրելու, ով նրա դեմ դուրս եկավ։ Մայրը։ Ինչ արեց։ Առաջարկում եմ կարդալ։ Լավ, հիմա այս սրան զուգահեռ Փաշինյանը մեկօրյա Արցախի մեջ էր, տեսանյութը հրապարակել էր եւ Ալիևի վերջին հայտարարությունները։ Երկու նախապայման կամ մի քիչ դիմադրում են, բայց ամենայն հավանականությամբ Հայաստանը կհամաձայնի սահմանադրության փոփոխություն, Միսկի խմբից վերջականապես հրաժարում եւ 300,000 ադրբեջանցիների, այսպես կոչված ճակերտներու վերադարձ Երևան։ Խնդրեմ։ Տեսեք, Ադրբեջանի հայտարարությունները, այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հետ կապված երկու կարևոր այսպես նպատակ ունեն եւ այդ մասին մեր հայրենակիցները պիտի լավ իմանան։ Ուրեմն առաջին նպատակն այն է, որ այդպիսի քաղաքական գործողությամբ, այդպիսի քաղաքական ծրագրով կարողանան փակել արցախցիների, Արցախի մեր հայրենակիցների Արցախ վերադարձի բոլոր տեսակի հնարավորությունները։ Այսինքն Ալիևի առաջ քաշած այդ այսպես կոչված մեծ վերադարձի գաղափարը, ծրագիրը ուղիղ շահկապված է Արցախի ինքնորոշման, Արցախ մեր հայրենակիցների վերադարձի հետ։ Կհարցնեք ինչու։ Երբ որ մենք խոսում ենք այն մասին, եւ դա անքննարկելի է եւ աշխարհը շատ լավ գիտի, որ այդպես է եւ հայտարարվում է եվրոպական կառույցներում, նաեւ աշխարհի խոշոր երկրներն են խոսում այդ մասին, օրերս Ռուսաստանը եւս պաշտոնական բարձրագույն մակարդակով անդրադարձավ, որ չեն հերքում, ոչ ոք չի կարող ասել, որ Արցախի պատկանելիության առումով միանշանակ է, որ բնիկ հայկական տարածք է եւ հայերը այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ։ Հիմա երբ որ մենք խոսում ենք Արցախ հայերի
վերադարձի իրավունքի մասին, Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի Հանրապետություն ադրբեջանցիների այսպես կոչված ճակերտավոր վերադարձի մասին։ Նպատակն այն է, որ մեզ կանգնեցնեն իրենց ծրագրով, իրենց պատկերացմամբ, մեզ կանգնեցնեն մի փաստի առաջ, որ մենք հայերս ասենք դե լավ, ոչինչ, մենք կհրաժարվենք Արցախից, թող իրենք էլ հրաժարվեն Հայաստանի Հանրապետություն գալուց։ Որովհետև մարդկային հոգեբանության առումով պարզ է, չէ, օրինակ սովորական մարդը քաղաքականությունից շատ բան չի հասկանում, մտածում է դե 150,000 հայ Արցախ վերադառնա, փոխարենը 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, եւ այսպես մարդիկ կմտածեն վայ աման, չէ, թող չգան, մենք էլ Արցախի մասին իբր թե մոռանանք։ Սա մեկ նպատակ։ Երկրորդ նպատակը հետևյալն է, որպեսզի Ադրբեջանը կարողանա եթե ստացվի, այնուամենայնիվ, եթե ստացվի հասնել նրան, որ ինչ որ թվով, X թվով ադրբեջանցիներ հայտնվեն Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանց միջոցով որոշակի ապագայում, ասենք 10, 15, 20 տարի հետո հասնի նրան, որ տվյալ տարածքը այսպես հայտարարի ինքնորոշման մասին եւ անջատի Հայաստանի Հանրապետությունից։ Այդ տարածքներ են հիմնականում Հայաստանի Հանրապետության Մասիսի շրջանից, հարավ, ամբողջ Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը եւ Սյունիքի մարզը։ Հիմնականում այս շրջաններն են եւ նաեւ Վարդենիսը, Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։ Բայց ես ուզում եմ ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սրանք բոլորը Ադրբեջանի կողմից ընդամենը օթում կրակոցներ են եւ Ադրբեջանը չունի հստակ որևէ կոնկրետ ծրագիր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցվելու առումով եւ սրանք զուտ տեղեկատվական ահաբեկչական գործողություններ են, տեղեկատվական մեր ժողովրդի մեջ անընդհատ լարվածություն գցելու առումով։ Ինչ ենք անում մենք, հիմա հարց կտակ։ Տեսեք, 1988-92 թվականների ընթացքում Արցախյան շարժման այդ բուռն շրջանում Ադրբեջանը պետական մակարդակով սկսեց հյուսիսային Արցախի, այսինքն Գարդմանի, որը ներառում է Գետաբակ, Քարհատ կամ ադրբեջաներեն Դաշքեսան, Գանձակ, ադրբեջանական, այսպես ձեզ հասկանալի Թովուզի շրջանի, Շամքորի շրջանի, այդ հատվածներից նաև Շահումյանից, Գետաշենից, որովհետև Շահումյանն ու Գետաշենը չեն համարվում հյուսիսային Արցախ, այլ Արցախի Հանրապետության տարածք են, բայց այս հատվածներից հայերի մոտ 110,000 հայերի բռնի տեղահանում իրականացրեց։ Նույն ժամանակ, իդեպ դա տեղի ունեցավ 1988 թվականի նոյեմբեր ամսին։ Նույն ժամանակ Նախիջևանի տարածքից 70,000-ից ավելի հայեր բռնի տեղահանվեցին, նրանք տարբեր ժամանակներում էին տարբեր կերպ տեղահանվել, բայց այդ 88-92 թվականներին եւս, այսինքն միայն հյուսիսային Արցախից եւ Նախիջևանից ավելի քան կամ մոտավորապես 180,000 հայեր բռնի տեղահանման ենթարկվեցին։ Դրան գումարած հիշում եք Սումգայիթի ջարդերը, Բաքվի ջարդերը եւ այդ ժամանակ բավական մեծ թվով տարբեր հաշվարկներով մոտավորապես 300,000 հայեր նորից տեղահանության ենթարկվեցին իրենց բնակավայրերից։ Եթե Սումգայիթ եւ Բաքուն չհաշվենք, ապա իրենց բնիկ հայրենիքից, այսինքն նշածս Գարդմանից եւ Նախիջևանից մոտավորապես 200,000 հայեր բռնի տեղահանման են ենթարկվել։ Հայաստանի Հանրապետությունը կարող է պաշտոնական մակարդակով սկսել գործընթաց հայերի իրենց բնիկ բնակավայրեր վերադառնալու կամ եթե ոչ վերադառնալու, ապա կորցրածի վերադարձի առումով եւ սա ամրագրված է նաեւ ՄԱԿ-ում։ Պիտի ձեզ ասեմ, որ մենք կոնկրետ տվյալ դեպքում ես կարող եմ խոսել Արարատյան պետություն հասարակական կազմակերպության մասին, մի շարք տարբեր կառույցների հետ մենք նախաձեռնել ենք հայերի իրավունքի վերականգնման գործընթաց Նախիջևանում եւ Հյուսիսային Արցախում։ Ինչու՞։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ դա երկարատև եւ ծանր գործընթաց է, բայց եթե թշնամին փորձում է
մեզ վրա դիվանագիտական եւ հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի մենք նահանջենք քաղաքական, դիվանագիտական, ինչու՞ չէ, նաեւ գուցե ռազմական առումով եւ թշնամուն այդ առումով զիջումների, թշնամու նկատմամբ զիջումների գնանք, ապա նույնպիսի պատասխան գործողությունների մենք պիտի դիմենք եւ այսինքն անցնենք հոգեբանական, դիվանագիտական հակահարձակման։ Հավատացած եղեք, դիվանագիտության մեջ նախահարձակումը եւ հարցակողականությունը ամենակարևոր գործոններից մեկն է։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը կարող է ձեր նշած այդ 300,000 այսպես կոչված ադրբեջանցիների այդ գործոնը ուղղակի ոչնչացնել ընդամենը պատասխան գործընթաց սկսելով, որը մենք սկսել ենք եւ ՄԱԿ-ի քարտուղարությունը այդ մասին եւս տեղյակ է, ավելին ասեմ, նամակը վերահասցեագրել է Ադրբեջանի կառավարությանը, որտեղ արդեն իսկ սկսվել են որոշակի խոճապային տրամադրություններ, հասկանալով, որ եթե հայերը սկսել են Հյուսիսային Արցախի եւ Նախիջևանի իրենց իրավունքներին տեր կանգնել, որը չի արվել տասնամյակներ շարունակ, ապա դա բավական լուրջ գլխացավան կարող է դառնալ Ադրբեջանի համար, ինչպես այսօր, այնպես էլ մոտ տարիներին։ Ինչ վերաբերում է ձեր նշած Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև այդ հանդիպումներին սուրճ, ես չգիտեմ սուրճը ով է եփել, Նիկոլն է եփել, Աննան է եփել, թե ալբանացիներն են եփել։ Ես օրերս մի հետաքրքիր բան մտքովս անցավ։ Հիշում եք 91 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը այսպես հումորային մի պահ զրուցել էր, Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ Հայաստանի նախագահն էր, Ռոբերտ Քոչարյանը Արցախի առաջնորդներից մեկը, Արցախյան շարժման, կարծեմ միացում շարժման առաջնորդներից մեկն էր, եւ այսպես մի զրույց էր եղել, որը տեսանկարահանվել էր, որտեղ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ասում է տերունական աղոթքը հայր մերը գիտես, Քոչարյանը այսպես հումորով արձագանքում է, ասում է մոռացել եմ, ասում է այսպես ասում է բավոր ասում է տերունական աղոթքը չիմացողը հայ չի, Քոչարյանն էլ արձագանքում է, ասում ծիծաղելով, ասում է հա ալբանացի եմ։ Սա հետագա տարիներին դարձավ այսպես մատի փաթաթան որոշ ընդդիմադիր այն առումով, որ ես կասեի նիկոլական արժեքային համակարգի ընդդիմադիրների մոտ եւ սարքեցին այսպես, չգիտեմ, բոլոլա, որ տեսեք, Քոչարյանն ինքն է ասում ալբանացի։ Եվ թեպետ ալբանացի տերմինը որպես այդպիսին դա էթնիկ պատկանելություն է եւ ես չեմ կարծում, որ եթե մարդը ալբանացի է, ապա դա վատ բան է, բայց մենք հասկանում ենք, թե Քոչարյան Տեր-Պետրոսյան զրույցը ինչ համատեքստում էր եւ ինչպիսի հումորային կոնտեքստում էր արված։ Բայց սրանք սարքեցին այսպես ինչ որ կեղտոտ բան սարքեցին, բայց ասում են քաղաքականությունը եւ պատմությունը ծանր բան են։ Եվ հանկարծ 2025 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտնվեց Ալբանիայում եւ դարձավ իր իսկ սարքած ալբանացին։ Այն առումով, որ ինքը ասում էր, որ ալբանացի իբր իր բառերը կամ իր ձևակերպումները, որ դա նշանակում է, չգիտեմ, ստրկամի, դա նշանակում է ազգային պատկանելություն չունեցող, այսպիսի ինչ որ բաներ, ոչ հայ, եւ ահա ինքը գնաց Ալբանիա եւ Ալբանիայի մայրաքաղաքում դարձավ իր իսկ ձևակերպած ալբանացին, երբ որ այսպես կռացած, ստրկական, այսպես պահվածքով սկսեց արդեն ինչ որ Ալիևի հետ որոշակի այսպես բաներ պայմանավորվել, դուք տեսնում եք, գիտեք, ընդհանրապես մարմնի լեզուն որպես այդպիսին մարդու շարժումները, միմիկան, դեմքի միմիկան, ձեռքի շարժումները, գործողությունները, մարմնի դիրքը, հայացքը մարդու հաղորդակցության 70%-ից ավելի ինֆորմացիա են տալիս եւ միայն 30%-ն է, որ տալիս է խոսքը, այսինքն կապ չունի թե դու ինչ ես խոսում, քո գործողությունները ամենակարևոր տեղեկատվությունն են հաղորդում։ Երբ որ Նիկոլը այսպես կուզիկացած, խեղճացած, ձեռքերը այսպես, չգիտեմ ինչ վիճակում Ալիևի հետ է խոսում, Ալիևն էլ Սուլթանի նման փռված է դիվանին, սա խոսում է այս երկու մարդկանց հարաբերությունների մասին։ Եվ այդ առումով հոգեբանորեն, երբ ես խոսքի սկզբում ասացի, որ այս իշխանությունները հոգեբանորեն ճնշված են, որովհետև պարտված են, որովհետև դավաճանած են, Դե հա,
Չէ, գիտեք, դա շատ բնական է։ Գիտեք, եթե դուք նայեք օրինակ մինչև 2010 թվականը Հայաստանի իշխանություններն ինչպես էին նայում Ադրբեջանի իշխանություններին, այդ շատ բնական է, այլ բան չէր կարող։ Շատ անբնական կլիներ, եթե օրինակ Ալիևը մարդկայնորեն նայեր, սրտացավորեն նայեր Հայաստանի իշխանության, ինչու պիտի նայի այդպես։ Ինչու, հաղթել է, օգտագործել է, փչացրել է, նվաստացրել է, բա պիտի այդպես նայի։ Դուք որ փողոցում մեկին ծեծում եք, հետո այսպես ջերմորեն, եղբայրական կամ քրոջ հայացքով եք նայում այդ մարդուն, չէ։ Երբ որ մեկը, չգիտեմ, տեսնում եք նվաստացած սրիկայի մեկն է, կամ ասենք փող եք տվել, առել եք այդ մարդուն։ Ինչ որ մի բան է արել, փողը տվել եք, ասել եք վազի խանութ արի։ Հետո եկել այդ մարդուն դուք այդպես հարգում եք, տեսնում եք, որ փողոցի, չգիտեմ, բաներից են, մանր-մունր ճիճուներից է, դուք այդ մարդուն հարգում եք, բա բնական է, որ պիտի չհարգեն։ Կրկնում եմ, դուք հիշեք, թե մինչև 2000 օրինակ 10 թվականը Հայաստանի իշխանությունները, տեսել եք Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես է խոսում, օրինակ էջ խոսում Հայր Ալիևի հետ։ Տեսել եք Ռոբերտ Քոչարյանը ինչպես էր խոսում Հայր Ալիևի կամ սրա հետ։ Այստեղ է, չէ՞ այդ կենթանին, հա, այստեղ խոսքը Իլհամ Ալիևի մասին է։ Իլհամ Ալիևը ինքն է խոստովանել, որ ամբողջ կյանքում իրեն նվաստացած է զգացել Լևոն Տեր-Պետրոսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից։ Բա բնականաբար հաղթել ենք։ Ընկերս հորադիսում է ծառայել, ասում է, երբ որ ադրբեջանցիները պիտի գնային հորադիս իրենց դիրքերը, ասում է մենք հրահանգ ունեինք, դրանց նվաստացրեք ամեն կերպ, դրանց մի թողեք, որ գլուխ բարձրացնեն, որովհետև թուրքը մի, այսպես ասեմ, խոսք ունի, ասում է ծնկի եկա ոտքդ համբուրեմ, ոտքի կանգնեցի, դաշույնը մեջքդ կխփեմ։ Բա սրանք այդպես են։ Եվ քաղաքականության սկզբունքն է, թույլ մի տուր, որ որևէ մեկը քո վրայով անցնի։ Իսկ եթե դու ծնկի ես բերել, պարսիկները, պարսկական ավանդույթ կա, խոսք կա, ասում է, թույլ մի տուր, որ մի խնայիր ընկած եւ պարտված թշնամուն, որովհետեւ երբ նա քեզ հաղթի կամ ուժեղանա, նա քեզ չի խնայի։ Եվ դա տեսանք մենք։ Հետևաբար մտածել, թե Ալբանիայում Ալիևը ոնց է նայում Նիկոլին, իսկ ինչ էիք ուզում։ Ինչ պիտի աներ։ Ասենք նայեր ինչպես Աննան է նայում Նիկոլին։ Անկեղծ ասած չեմ հասկանում այդ նմանատիպ վրդովմունքի պատճառը, որովհետև պիտի երկրի ղեկավար ունենաս, որ մի հատ էլ այդ ղեկավարի համար ցավ ապրես։ Սա նախադեպ իրողություն է, գողություն քննչական կոմիտեից, ես չգիտեմ դուք ինչ որակում կտաք սրան, և նաև սրան զուգահեռ իրող մթնոլորտը բավականին անառողջ է, մենք ամեն օր լսում ենք մահերի, սպանությունների մասին, դպրոցներում ծանր իրավ, այսօր նաև վերջին զանգ է, և խնդրեմ այս ամենի հետ կապված, այդ քննչական կոմիտեի գողությունը նիկոլական իրականության մեջ առաջինը չէ, միակը չէ, հիշում եք, որ երբ Հայաստան էր մտել կարծեմ 1 տոննա թմրանյութ, այդ թմրանյութը անհետացավ, դե հիմա ասում են դպրոցներում հաճախակի են թմրանյութ հայտնաբերում, պարեկներն են շատ հաճախ զբաղվում թմրաբիզնեսով, տարածելով, բա պիտի այդ ամեն ինչը, այսինքն այն որ քննչական կոմիտեից անհետացել է $590,000, դա առաջին երևույթը չի։ Գիտեք, մի կառավարություն, որը ձախողել է ամենտեղ եւ վաճառել է ամեն ինչ, բա իրեն էլ պիտի վաճառեն։ Ժողովրդական խոսքը ասում է գողը գողից գողացավ, Աստված վերևում զարմացավ։ Հիմա կառավարությունը գողացել է հայրենիքը, վաճառել է Թուրքին, կառավարության մեջ գտնվող մարդիկ էլ գողից գողանում են նրա գողացած փողերը։ Հետևաբար մեզ մնում է միայն նայել Աստծուն, աղոթել եկեղեցում եւ Աստծո հետ ուղղակի նստել եւ զարմանալ, թե ինչ աստիճանի սրիկայություններ են։ Իսկ ընդհանուր առմամբ, գիտեք, երբ որ մի կառավարություն հասնում է իր ոչնչացման եզրագծին, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարությունը, իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն Կարապի երգն է երգում։ Իսկ Կարապը, գիտեք, սատկելուց առաջ երգում է։ Հիմա Հայաստանի Հանրապետության կառավարող ուժը կարծում եմ արդեն
այսպես վերջին ամիսներն է վայելում, եթե ոչ վերջին նստաշրջանը, ապա նախավերջին նստաշրջանն է ունենալու աշնանը, ես չգիտեմ 26 թվականի մինչև հունիս ամիսը կհասցնեն եւս մեկ նստաշրջան ունենալ, թե արդեն պիտի անցած լինեն քարոզչության, հետեւաբար սպառվում է ԿՊ-ի ժամանակը։ Ես այն միամիտ մարդկանցից չեմ, որ մտածեմ, թե մինչև 26 թվականը Հայաստանում իշխանություն կփոխվի, ես գրեթե համոզված եմ, եթե իհարկե չլինի ֆորս մաժորային իրավիճակ, եթե չլինի այնպիսի բան, ասենք, չգիտեմ, մի օր արթնանանք, տեսնենք Նիկոլը օրինակ Ստամբուլում կամ Բաքվում այսպես հերոսի կոչում է ստացել եւ տեղափոխվել է այնտեղ Ռամիլ Սաֆարովի հետ ուտում խմում են, գուցե, չգիտեմ։ Եթե նմանատիպ բաներ չլինեն, ապա 26 թվականի հունիս ամսին Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ կհաղթի կոալիցիոն ընդդիմությունը։ Ես նաև այն միամիտներից չեմ, որ հավատամ, թե ընդդիմադիր որևէ ուժ միայնակ կկարողանա իշխանություն վերցնել, դա լինի Ռոբերտ Քոչարյան, լինի Սերժ Սարգսյան, թե որևէ մեկ ուրիշը։ Ես շատ ուրախ կլինեի, եթե պայքարի մեջ փորձեր մտնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը իմ կարծիքով լավ քաղաքական գործիչ է եւ ես հարգում եմ այդ քաղաքական գործին։ Ես շատ ուրախ կլինեի, եթե Ռաֆի Հովհաննիսյանը եւս վերադառնար ակտիվ քաղաքականություն եւ մտներ պայքարի մեջ։ Ես շատ ուրախ կլինեի, որ 2026 թվականի ընտրություններին իրենց հայտը ներկայացներ Զարթոնք կուսակցության, որը իրավաբան Արա Զոհրաբյանն է գլխավորում։ Ես խոսում եմ այն ուժերի մասին, որոնք իմ կարծիքով կենսունակ են եւ մի համոզում ունեմ, որ 2026 թվականի ընտրություններում կհաղթի կոալիցիոն ընդդիմությունը, այսինքն ընդդիմադիր մի քանի հիմնական ուժեր միասին վերցրած կհավաքեն մոտավորապես 60-65%, կոալիցիոն կառավարություն կկազմեն եւ մի քանի օր հետո միջազգային հետախուզում կհայտարարեն Նիկոլ Փաշինյանին։ Ինչու միջազգային հետախուզում, որտեղ փախած կլինի Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ։ Բայց հիշում եք ժամանակին Արամ Կարապետյանն ասում էր փարաքարը պիտի փակենք։ Այ 26 թվականի հունիսի վերջերին պիտի իրոք փարաքարը փակենք, որպեսզի այսօրվա նախարարները, ԿՊ-ական պատգամավորները, նրանց վեցնոցները, նրանց մի շարք մարդիկ, որոնք այսօր քաղաքապետեր են, համայնքապետեր են, մարդկանց են ծեծում, Արամ Զավենի Սարգսյանը իր այսպես հզոր թիմի հետ, ճակերտավոր ասած։ Ծեծող, ինչի խուլիգան, բանդա։ Դե ես չեմ ուզում այդ ձևակերպումներն անել։ Եթե օրինակ իր կուսակցության նկատի ունեմ, որ ասում է ծեծել ենք, լավ է, Արամի Խաչատրյան ասում, հա, ծեծել ենք։ Դե հա, ծեծել են, իրենք ասում են ծեծել են, լավ են արել, ես էլ ասում եմ մենք էլ իրենց կկալանավորենք օրենքի շրջանակներում եւ լավ կանենք։ Ես չեմ ուզում կեղծ բարեպաշտություն խաղալ, այո դրանք պիտի նստեն եւ շատ երկար նստեն, շատ երկար պիտի նստեն, պիտի զրկվեն ամեն ինչից։ Երբ որ գիտեք մեկին որ այսպես ճնշած ես պահում, հետո բաց ես թողում, այսպես դառնում է անկառավարելի մեկը։ Հիմա այս մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ զրկված են եղել ինչ որ բան ուտելու հնարավորությունից եւ հանկարծ իրենք ստացել են ուտելու հնարավորություն եւ ուտում են ինչ կարողանում են, որոշ բաներ այսպես կանգնում է կոկորդին, որոշ բաներ երկար է դառնում են փետ կուլ տված չգիտեմ ինչեր, այսինքն ինչ գտնում ուտում են, առանց հասկանալու դա ուտելու է թե ուտելու չի։ Եվ օրը կգա, այո, պիտի դատվեն։ Եվ ծանր պիտի դատվեն, օրենքի շրջանակում ծանրագույն ձևով պիտի դատվեն այն քննիչները եւ դատախազները, որոնք այս տարիների ընթացքում այդքան գործեր սարքեցին ընդդիմադիր գործիչների վրա, միայն քաղաքական նպատակներով։ Դրանցից մեկը նաեւ ես եմ։ Իմ դեմ էլ քաղաքական նպատակներով հետապնդում է իրականացվում։ 3 դատավոր է փոխվել, 2 դատավորը ուղղակի թե 3-ը հրաժարվեց, հասկանալով որ սա քաղաքական հետապնդում է, 4-րդ դատավորին դատեցին, նստացրին Արտուշ Գաբրելյանին։ Դատախազը չի կարողանում թաքցնել, որ սա քաղաքական հետապնդում է։ Եվ դա միայն ես չեմ իհարկե, դուք տեսնում եք, որ այս տարիների ընթացքում հարյուրավոր մարդկանց են
Ընդամենը այն բանի համար, որ այդ մարդիկ համարձակվել են Նիկոլին դեմ խոսել կամ առավել եւս հայրենիքի համար պայքարել, այդ մարդկանց փորձում են կալանավորել, քրեական գործերով ճնշել եւ այլն եւ այլն։ Բայց այդ քննիչները, այդ դատախազները, որոնք ստորագրում են այդ թղթերի տակ, բա պիտի նստեն, բա պիտի պատասխան տան իրենց գործած հանցանքների համար։ Հո չի գալու օրինակ Արմավիրի մարզային դատախազի տեղակալ Էդգար Բաբայանը հո չի գալու ինձ ասի Հոխիկյան ջան, գիտես ինչ, չգիտեմ, ինչ պիտի ասի, պատվեր են կատարել, չի անցնելու։ Օրենքով պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե Հայաստանում այն պահին, երբ իշխանություն փոխվեց, անձամբ ես զբաղվելու եմ եւ ոչ միայն իմ եւ բոլոր այն ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերի հեղինակ քննիչների եւ դատախազների գործով։ Դրանք պիտի պատասխան, այո, պիտի պատժվեն այն ոստիկանները, որոնք խոշտանգել են եւ խոշտանգում են հայրենիքի համար պայքարող ընդդիմադիր գործիչներին, պիտի պատժվեն այն կարմիր բերետավորները, որոնք զոհվածների մայրերին եռաբլուրում քարշ էին տալիս։ Եկեք կրկնում եմ, կեղծ մարդասիրություն չխաղանք, վայ, գիտեք ինչ, եկեք գլուխները շոյենք, ասենք ժողովուրդ ջան, կամ չգիտեմ, հարգելի քննիչներ, մենք որ եկանք ձեզ բան չի լինելու, չէ, կեղտոտ եւ հանցագործ մարդիկ պիտի պատժվեն։ Այլապես ոչինչ չի փոխվելու։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանի հիմնական սխալներից մեկը այն էր, որ 98-ին երբ եկավ իշխանության, ասում էր, դե գիտեք, պիտի ներենք այն մարդկանց, ովքեր այս նախորդող ժամանակաշրջանում ինչ որ սխալներ են գործել։ Ես լավ հիշում եմ այդ օրերը։ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանն եկավ իշխանության, ասում էր, ներենք այն մարդկանց, ովքեր մարտի 1 են կազմակերպել, այդ թվում Նիկոլին։ Եվ տեսանք ինչ եղավ։ Չէ, չի կարելի ներել։ Պիտի նստեն։ Մեղավորները պիտի պատժվեն եւ դաժան պիտի պատժվեն։ Եվ թուրքն էլ դրանից հետո պիտի պատժվի եւ դաժանաբար պիտի պատժվի։ Այ երբ որ թուրքը պատժվի, ներքին թուրքը պատժվի, որից հետո արտաքին թուրքը պատժվի։ Հավատացած եղեք, մեր պետությունը շատ լավ պետություն կլինի, երկիրը շատ լավ երկիր կլինի։ Հետաքրքիր կլինի ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ դրսի մարդկանց համար, այլ պետությունները կսկսեն ավելի շատ հարգել մեզ եւ հաշվի նստել։ Իսկ Արցախ, Նախիջևան, Գարդման հետ բերելն էլ 2035 թվական, ինչպես խոստացել եմ։ Ես եմ շնորհակալ։